Ողջույն։ Այսօր հունիսի 12-ը Երևանի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի բռնության տարելիցն է։ Մեկ տարի առաջ այսօրը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նռնակներ նետեց ժողովրդի վրա, ազգային ժողովի մոտ։ Իշխանափոխության պահանջով խաղաղ հավաք անցկացնող ժողովրդի վրա հարձակվեց ոստիկանությունը, ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ներքին գործերի նախարարի այլ տեղակալների ներկայությամբ։ Լուսաձայնային նռնակներ նետեցին, տուժեց ավելի քան 100 մարդ, մի քանիսը ձեռք բերեց հաշմանդամություն։ Մեկ տարի անց որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, այնինչ քրգործ է հարուցվել ծեծված քաղաքացիների նկատմամբ։ Թեմային չեմ ուզում անդրադառնալ, որովհետև երբ մարմինները, որ պետք է զբաղվեն այդ հարցով, դատախազություն, քննչական կոմիտե, ոստիկանություն, Փաշինյանի գրպանային կառույցներն են, չեմ ակնկալում տեղաշարժ։ Ուղղակի փաստերը, որ հավաքվել են ու բազմաթիվ են, պահվելու են դարակներում, մինչև իշխանափոխություն, որից հետո արդեն կգա պատասխան տալու ժամանակ եւ բոլորը, թե անմիջական մասնակից ուժայինները, թե հրաման տվողները, թե կոծկողները կկանգնեն արդարադատության առաջ։ Պլստալ, փախչել, վստահ եմ, որ ոչ մեկ չի կարողանալու։ Այսօր ուզում եմ անդրադառնալ այլ զավեշտների, այսպես ասած, նոր գործարանների հեղափոխությանը։ Երեկ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնեց, թե Հայաստանում արհեստական բանականության այնպիսի գործարան կկառուցվի, որը արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Իդեպ նույն կերպ Նիկոլն էլ 2018-ին էր ասում, թե հեսա այնպիսի գործարան կկառուցվի, որը մեր սաղ տնտեսությունը կփոխի արմատապես, 7 տարի անցել է դրանից։ Մխիթարն ասում է, գործարանի համար կներդրվի $500 միլիարդ, 2026-ին կկառուցեն։ Նիկոլն էլ կառավարության նիստում ներդրումը որպես փաստ է արդեն ներկայացնում ու ասում, բա ասում եք երկիրը կործանվում է, ներդրողները փախչում են, բա ուր է։ Ցանկացած մեկը, եթե խոսի փող ներդնելու մասին Հայաստանում, այն էլ շատ մեծ փող էր, պետք է նայել այդ խոսողի լրջությանը։ Նիկոլն ու իր խմբակը, երբ խոսում են $500 միլիոն ներդրում բերելու մասին, կարծում եմ կարելի է հռհռալ եւ անցնել առաջ։ Տեղացած ձյունը մաքրել չկարողացողները, անձրևը հեղեղ դարձնողները $500 միլիարդից են խոսում լուրջ։ Մի քանի բան հիշենք 1000 ու մի խոստացած խաբածներից ու հասկանանք ինչպես վերաբերվել $500 միլիարդ իբր կառուցվող գործարանի մասին լուրերի հետ։ Երեկ Տիգրան Ավինյանն ասում է. վստահ եմ, որ մենք կկառուցենք մետրոյի աջափնյակ կայարան։ Այս անգամ ժամկետ չասած։ Ինչու՞։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին առաջին անգամ Երևանի քաղաքապետի թեկնածու այն ժամանակ ՔՊԱ-կան Հայկ Մարությանը խոստացավ մետրոյի աջափնյակ կայարան կառուցել։ 2019 թվականի հունվարին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ մետրոյի 2 նոր կայարան կկառուցվի, ասաց, որ մինչև 19-ի վերջ կնախագծենք ավարտեն։ 22 թվականի դեկտեմբերի 13-ին Նիկոլը հայտարարեց. 24 թվականին պետք է սկսենք աջափնյակ կայարանի շինարարությունը։ 24-ին պետք է սկսեին։ 24-ի հունվարին մի հատ էլ Ավինյանը խոստացավ, էլի 24-ին սկսել շինարարությունը։ 2025 թիվն է։ Խոստանում են, որ մի օր կսկսեն, էլի, չգիտեն երբ։ Բայց զուգահեռ խոստանում են արհեստական բանականության զավոդ։ Խնդալու է, չէ՞։ Հա չմոռանամ ասել, Նիկոլենք խոստացել են մետրոյի եւս 2 կայարան կառուցել, մեկը Սուրմանլու առևտրի կենտրոնի մոտ, մյուսը այդ աջափնյակի կայարանը կհասցնեն մինչև Ակադեմիական քաղաք։ Իդեպ, այս թազա $500 միլիարդ գործարանն են ուզում Ակադեմիական քաղաքում կառուցել, իսկ թե Ակադեմիական քաղաքը որ երրորդ դարում են կառուցելու, այ դա չգիտեմ, այսքան անլուրջ։ Մետրոն սրանց միակ ձախողված խոշոր ներդրումը չէր, այլ բազմաթիվ տապալումներից ընդամենը մեկը, մոռացած կլինեք, 2019 թվականի հուլիսին Տիգրան Ավինյանը $500 միլիոն ներդրման հուշագիր ստորագրեց արաբական ընկերության հետ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Տեսնես ինչ եղավ դրա հետ։
2020 թվականի օգոստոսին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության падգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, որի հիմա դեսպան է, հայտնեց, թե առաջիկա տարիներին, այսինքն հիմա, Չինաստանը 10-15 միլիարդ դոլար կներդնի եւ կկառուցի խելացի գիտական քաղաք։ Մեր բոլոր ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ ԿՊԱԿ-ը օդի տատանում է արել, քամի այսինքն։ 2018 թվականի նոյեմբերին Նիկոլը Վանաձորում խոստացավ Կոտայքի մարզում 2000 աշխատատեղանոց ադամանդի գործարան։ 18 թվականի նոյեմբերին Նիկոլը Վանաձորում 150 աշխատատեղանոց բալոնների գործարան խոստացավ, օրը 800 հատ էլ բալոն պետք է արտադրեր։ 18 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը խոստացավ 2 հատ տրակտորի գործարան բացել ու տարեկան մինչև 5000 տրակտոր արտադրել։ 7 տարի է անցել, հիմա պետք է սաղ տրակտոր լիներ աչուծաղ։ Առաջարկում եմ հաջորդ անգամ այդ արտադրած տրակտորով գործի գնալ։ Համ էլ կիմանանք ինչ վիճակում է։ 18 թվականի դեկտեմբերի 5-ին Մերձավան համայնքում մի հատ դարպասի մոտ լենտ կտրեց ու ներկայացրեց հայկական տեխնիկայի գործարան։ Դա էլ 126,000 տեխնիկա պետք է արտադրեր։ Լավ, որ մեկը հիշեմ։ Սեփ ու ավտոները հիշեմ, որ արտադրում էին, հայ-իրանական ավտոների գործարանը Լոռիում, լիֆտերի գործարանները, օդանավերի գործարանը, Եվրամիության տրամադրելիք 2.6 միլիարդ եվրոն, որն էլ գործարանը եթե բացեցին, ներդրումը եղավ աղմուկով, անաղմուկ էլ փակեցին գնաց։ Պետբյուջեից միլիարդներ տվեցին ու բացեցին Հայաստանի ազգային ավիափոխադրող ընկերություն, որը տարի ու կես անց սննկացավ ու պարզվեց թալանել են հարկատուներին, բայց դրա նախապատմությունը հիշում եք։ 20 թվականի հունվարին Նիկոլը ասուլիսում ասաց. մենք պետք է ազգային ավիափոխադրող ստեղծենք, բայց ոչ թե նենց, որ 3 տարի անց սննկանա, պետք է լինի մրցունակ։ Բացեցին ու ինչ 3 տարի, ինչ մրցունակ։ 1.5 հազիվ ձգեցին մրցունակները։ Ու խնդալոնն է, որ սրանք ոչ թե մի բանը խոստանում են ու չեն կատարում, նոր անցնում են մյուսին, այլ բոլորը խոստանում են միաժամանակ ու ձախողում են միաժամանակ։ Այս մետրոյի նոր զավոդների հետ մեկտեղ էլ որոշել են Դիլիջանի թունելի կողքը մի հատ էլ թունել սարքել։ Դե ասում են գործողը պետք է վերանորոգենք, բայց ավելի լավ է մի հատ էլ սարքենք։ Ինչ կա դրա մեջ։ Կսարքի։ Իհարկե կսարքի։ Այդ Նիկոլը երբ իր խոսքի տերը չի եղել, որ Ազգային ժողովի ԿՊԱԿ փոխնախագահն ասում է, եթե հիմա խաղաղության խաչմերուկը աշխատեր, միլիարդավոր դոլարներ կանցնեին Հայաստանով։ Արշակյանին կոչ եմ անում սա սարքել գրառումների շարք ու բոլոր նախագծերին անդրադառնալ։ Եթե հայկական կենցաղային տեխնիկայի գործարանը աշխատեր, միլիարդներ կաշխատեինք։ Եթե բալոնների գործարանն աշխատեր, միլիարդներ կշրջանառվեին։ Եթե տրակտորների գործարանը, լիֆտերի գործարանը ու այսպես երկար եթեներով լցներ։ 15 միլիարդ դոլարանոց քաղաքը, որ կառուցվեր, բա ի՞նչ կլիներ Արշակյան։ 23 թվականի դեկտեմբերին, երբ տիեզերք արձակվեց Հայաստանի առաջին հայրենական արբանյակը, որի շուրջ կարծեմ քրեական գործ կա կոռուպցիոն հատկանիշներով, շատերն էին հարցնում. հիմա ինչ պիտի անի այդ արբանյակը։ Ասեմ ինչ պիտի անի։ Այսքան ներդրում, որ Հայաստան է բերել Նիկոլը, 30 միլիարդ դոլարից ավելի, դրանք բոլորը վերևից հսկելու է։ Այդ արբանյակը տիեզերքից նկարելու է ներդրումային Նիկոլի հեղափոխությունը։ Կարճ ասած, Ռուսաստանի մարզերից մեկի, կարծեմ Սամարայի, իշխանությունը ուշագրավ բան է արել, ստեղծել է բաց ռեգիստր, որտեղ տեղադրել են ժողովրդին իրենց տված բոլոր խոստումները։ Դա շատ կարևոր են համարել հանրային վերահսկողության տեսանկյունից։ Ամեն քաղաքացի կարող է մտնել համակարգ ու տեսնել, որ խոստումը որքան տոկոսով է կատարվել, ու դա շատ կարևոր են համարել հետագա ընտրությունների տեսանկյունից։ Հայաստանի իշխանությունը, որ հազարավոր խոստումներ է տվել, բոլոր կատարողականների դիմաց զրո թիվ է ու շարունակում է խոստանալ։ Չի ստեղծել բաց ռեգիստր, բայց այդ խոստումները այնքան են հրապարակել։ Սուտ ասելը սրանց մոտ փեշակ է։ Դրա համար էլ ասում եմ, հենց մի բան են խոստանում, հատկապես մեծ գումարով ներդրումներ։ Պետք է մի կուշտ հռհռալ եւ անցնել առաջ։